76 տարեկանում նա ռիսկային ընտրություն կատարեց և դարձավ չափազանց հարուստ։ Ոչ ոք չէր հավատում, որ Դոնավ Արսենիկը կունենա համարձակություն անել այն, ինչ նա արեց։ Ոչ ոք։ Ոչ նրա երեխաները, ոչ հարևանները, ոչ բանկի մենեջերը, որը նրան ճանաչում էր ավելի քան 20 տարի, ոչ քաղաքապետարանի աշխատակիցը, որը զբաղվում էր թղթաբանությամբ, ոչ փաստաբանը, որը գրեթե 2 ժամ փորձում էր համոզել նրան հակառակը։ Ոչ ոք։ Որովհետև 76 տարեկան հասակում մի փոքրիկ քաղաքում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են և որտեղ լուրերը տարածվում են ավելի արագ, քան քամին, կնճռոտ ձեռքերով, սպիտակ մազերով և մուգ զգեստով այրին պարզապես չի անում այն, ինչ արեց Դոնավ Արսենիկը։ Նա վաճառեց տունը։ Ոչ թե պարզապես որևէ տուն, տունը, որտեղ նա ապրել է 53 տարի, տունը, որտեղ նա մեծացրել է 4 երեխա, տունը, որտեղ նրա ամուսինը Պետրոսը ապրել է մինչև իր վերջին շունչը, տունը խոհանոցով, որը լուսաբացից առաջ համեմունքների հոտ էր գալիս, տունը բակով, որտեղ աճում էին նռան ծառեր, դաղց և վայրի խնկունի, որոնք նա քաղում էր իր սեփական ձեռքերով, տունը պատշգամբով, որտեղ նա ամեն օր նստում էր պղնձե ջեզվեյում թուրքական սուրճ խմելու և փողոցին նայելով վարդարան աղոթելու համար, տունը, որը նրա ամբողջ բետոնն էր աշխարհում, ամեն ինչ, յուրաքանչյուր պատ, յուրաքանչյուր ճեղք, յուրաքանչյուր ճռռացող դուռ պարունակում էր մի ամբողջ կյանքի պատմություն, և նա վաճառեց այն։ Նա ստորագրեց փաստաթղթերը ամուր ձեռքով, ստացավ գումարը, դրեց այն իր հին կաշվե պայուսակի մեջ և դուրս եկավ նոտարի գրասենյակից, ինչպես պատարակից դուրս գալիս, լուր, սրտի բաբաքյունով, բայց խաղաղությամբ։ Երեխաները զայրացած էին, ավագը Ռուբենը կանչեց գորալով. «Մայնիկ, խելագարվել ես, հիմա ինչ ես անելու, որտեղ ես ապրելու, 76 տարեկան ես, մայրիկ, 76»։ Երկրորդ դուստրը Անահիտը երկար հաղորդագրություն ուղարկեց, ասելով, որ դա անպատասխանատու է, որ նման որոշում կայացնելուց առաջ պետք է խորհրդակցեր ընտանիքի հետ, որ անհանգստանում է, և որ եղբոր հետ կխոսի հնարավոր դատական գործողությունների մասին։ Երրորդը Գարոնը պարզապես 3 օր հեռախոսին չէր պատասխանում, ինչպես միշտ անում էր, երբ ինչ-որ բան նրան անհանգստացնում էր։ Ամենափոքրը Սիրանը լաց եղավ, երբ իմացավ այդ մասին և լաց լինելով ասաց. «Մայրիկ, ինչու ինձ առաջ չասացիր, ես կարող էի օգնել, մենք կարող էինք միասին մտածել դրա մասին»։ Տիկին Վարսենիկը լսում էր ամեն ինչ, ամեն ճիչ, ամեն մեղադրանք, ամեն ծանր լռություն, ամեն արցունք։ Եվ նա բոլորին նույն բանն էր պատասխանում, իր սովորական հանգիստ ձայնով. «Ես գիտեմ, թե ինչ եմ անում, վստահիր ինձ, կամ գոնե վստահիր Աստծուն, որովհետև հենց նա էր, որ ինձ ցույց տվեց այս ճանապարհը»։ Ոչ ոք նրան չէր վստահում, այդ պահին ոչ, որովհետև իր երեխաների համար մայրը տարեց թույլ կին էր, առանց պաշտոնական կրթության, առանց գործարար փորձի, առանց ժամանակակից աշխարհի որևէ ըմբռնման։ Նրանց համար Դոնավ Արսենիկը այնպիսի մարդ էր, ում պետք էր պաշտպանել ինքն իրենից։ Ինչ-որ մեկով պետք է լուր մնար տանը, թեյ խմեր, հեռուստացույց դիտեր, սպասեր, որ ծերությունը անցնի առանց ձայն հանելու։ Ահա թե ինչպես էին նրանք տեսնում իրենց մորը։ Եվ հենց այդ պատճառով էլ նրանք երբեք չէին հասկանում, թե ինչ էր նա անում։ Իրականում Դոնավ Արսենիկը չէր խելագարվել, նա մտածել էր, շատ էր մտածել, ամիսներ շարունակ, գուցե տարիներ։ Պետրոսի մահից ի վեր 9 տարի առաջ նա մենակ էր ապրում այդ տանը, որը չափազանց մեծ էր մեկ անձի համար։ Երեխաները ապրում էին այլ քաղաքներում։ Յուրաքանչյուրը կառուցել էր իր սեփական կյանքը, իր սեփական ընտանիքը, իր սեփական առօրյան։ Նրանք հազվադեպ էին այցելում, նրանք երբեմն զանգահարում էին, նրանք պարբերաբար գումար էին ուղարկում, ավելի շատ պարտավորությունից դրդված, քան իսկական հոգատարությունից դրդված։ Տունը քայքայվում էր, ինչպես իրենց հարաբերությունների հետ կատարվողի հայելինը։ Տանիքը վերանորոգման կարիք ուներ։ Էլեկտրական լարերը հին էին և վտանգավոր, սանտեխնիկան արտահոսում էր 3 տարբեր տեղերից։ Պատերը պոկվում էին անկյուններից։ Դարպասը խցանված էր։ Այգին, որը Պետրոսը խնամել էր այդքան խնամքով, արդեն ծածկված էր մոլախոտերով։ Եվ Դոնավ Արսենիկը իր ստացած չնչին կենսաթոշակով հազիվ էր կարողանում հոգ տանել սննդի, էլեկտրաէներգիայի, ջրի և բարձրարյան ճնշման ու ծնկի ցավի դեմ ընդունած դեղերի հիմնական ծախսերի մասին։ Նա ապրում էր արժանապատվորեն, բայց ծայրահեղ իրավիճակում։ Նա քիչ էր ուտում և գրեթե միշտ նույն բանն էր անում՝ բրինձ, ոսպ, տնական հաց, այգուց բանջարեղեն։ Նա տարիներ շարունակ նոր հագուստ չէր գնել։ Նա կրում էր նույն կոշիկները, որոնք արդեն 3 անգամ վերանորոգել էր անկյունում գտնվող կոշկակարը, որն այդ ժամանակ նույնիսկ այլևս գումար չէր վերցնում։ Նա ընդունում էր դեղերի կեսը գումար խնայելու համար, խոհանոցային դանակով դեղահապերը բաժանելով։ Եվ նա աղոթում էր, նա շատ էր աղոթում։
Ամեն առավոտ արևածագից առաջ ես ծնկի էի իջնում մահճակարի կողքին, բացում էի Աստվածաշունչը գունաքափված ատլասե ժապավենով նշված էջը, դանդաղ կարդում էի մի հատված, ապա խոսում Աստծու հետ, ինչպես խոսում ես կողքին նստած մեկի հետ։ Տեր, ցույց տուր ինձ, թե ինչ անեմ։ Ես չեմ վախենում աշխատել, ես չեմ վախենում ռիսկի դիմել, ես չեմ վախենում խելագար թվալ, ես միայն վախենում եմ վատնել մնացած ժամանակը։ Մի թող որ ես մեռնեմ անշարժ կանգնած, Տեր, մի թող որ ես հեռանամ չօգտագործելով այն ամենը, ինչ դու դրել ես իմ ձեռքերում։ Եվ հենց այդ աղոթքի առավոտներից մեկում, աշնանային մոխրագույն երեքշաբթի օրը, ծագեց այդ միտքը, ոչ թե կայծակի պես, ոչ թե լույսերով ու նշաններով տպավորիչ հայտնության պես, այլ ինչպես մի սերմ, որը դանդաղորեն ընկավ սրտի մեջ եւ լուր ծլեց, օր-օրի, շաբաթ-շաբաթ, մինչև որ այլևս չէր կարելի անտեսել։ Միտքը պարզ էր, այնքան պարզ, որ թվում էր աբսուրդային, այնքան աբսուրդային, որ թվում էր անհնարին, այնքան անհնարին, որ կարող էր գալ միայն Աստծուց։ Տան վաճառքից ստացված գումարն օգտագործել այն բանի համար, ինչ ինքը գիտեր անել ավելի լավ, քան իր ծանոթներից որևէ մեկը, խոհարարելու համար։ Դոնավ Արսենիկը գիտեր ինչպես պատրաստել աշխարհում քչերի նման, ոչ թե որովհետև դասընթացներ էր անցել, ոչ թե որովհետև դիպլոմ ուներ, ոչ թե որովհետև խոհարարական դպրոցում էր սովորել, այլ որովհետև իր ձեռքերում սերնդե սերունդ ժառանգություն էր կրում։ Նրա մայրը եփում էր, նրա տատիկը եփում էր, նրա մեծ տատիկը եփում էր, եւ նրանից առաջ այլ կանայք, որոնց անունները կորել են ժամանակի մեջ, բայց որոնց բաղադրատոմսերը պահպանվել են յուրաքանչյուր ժեստով, յուրաքանչյուր համեմունքով, հունցելու, կտրելու, գլորելու, թխելու եւ մատուցելու յուրաքանչյուր եղանակով։ Դոնավ Արսենիկի իմացած յուրաքանչյուր բաղադրատոմս գալիս էր կանանց տոհմից, ովքեր ուտելիքին վերաբերվում էին որպես սրբազան գործողության։ Դա պարզապես ուտելիք չէր, դա հիշողություն էր, դա սեր էր, դա ինքնություն էր, դա աղոթք էր, որը արվում էր իրենց ձեռքերով։ Նա լահմաջուն էր պատրաստում այնքան բարակ խմորով, որ թվում էր թափանցիկ։ Իսկ համեմունքը այնքան ճշգրիտ, որ յուրաքանչյուր կծում այնպիսի փորձառություն էր, որ յուրաքանչյուրին ստիպում էր աչքերը փակել հաճույքից։ Նա սարմա էր պատրաստում խաղողի տերևներով, որոնք ինքն էր հավաքում ճիշտ ժամանակին, լվանում սառը ջրով, զգուշորեն եռացնում եւ գլորում այնպիսի նրբությամբ, որը թվում էր, թե հին արվեստ է փոխանցվում լռության մեջ։ Նա պատրաստում էր բյուրեկ, դրսից խրթխրթան եւ ներսից փափուկ, լցված պանրով, որը համեմում էր թարմ անանուխի մի փոքր շերտով։ Նա պատրաստում էր ծիրանի, սերքևիլի, թզի եւ կանաչ ընկույզի մուրաբաներ։ Նա պատրաստում էր կլոր հացեր, որոնք բուրավետում էին ամբողջ տունը նույնիսկ պատրաստ լինելուց առաջ։ Նա պատրաստում էր քաղցրավենիքներ, վարդաջրով, պիստակով եւ մեղրով, որոնք յուրաքանչյուրին մեկ կծումով վերադարձնում էին մանկություն։ Նա պատրաստում էր ոսպով ապուրներ կիտրոնով, որոնք բուժում էին նույնիսկ տխրությունը։ Նա պատրաստում էր թուրքական սուրճ պղնձե ջեզվեի մեջ, կատարյալ փրփուրով, որը Պետրոսը միշտ ասում էր, որ հաջողության նշան է։ Եվ տարիներ, տասնամյակներ շարունակ նա այս ամենը անում էր միայն իր ընտանիքի համար։ Երեխաների համար, ովքեր հետագայում լքեցին տունը։ Ամուսնու համար, որը հետագայում մահացավ։ Հարևանների համար, ովքեր երբեմն այցելության էին գալիս։ Սուրբ օրերի համար, երբ սեղանը լի էր ափսեներով, մոմերով եւ մարդկանցով, եւ բոլորը միասին ճաշում էին հաղորդության մեջ, առաջին կծումից առաջ աղոթքով եւ աղանդերից հետո սուրճ խմելով։ Բայց հիմա սեղանը դատարկ էր։ Ամանները դրված էին տեղում, աթոռները դատարկ էին։ Եվ Դոնավ Արսենիկի ձեռքերը լի էին տաղանդով, գիտելիքներով եւ կամքի ուժով։ Տանից ստացված գումարով նա քաղաքի կենտրոնում վարձակալեց մի փոքրիկ առևտրային տարածք։ Այն համեստ, գրեթե աննշան տարածք էր սեղմված շինանյութերի խանութի եւ 30 տարի գործող վարսավիրանոցի միջև։ Այն ուներ խոհանոց սպիտակ սալիկներով, որոնք ավելի լավ օրեր էին տեսել, առջևում սեղան մաշված ֆորմիկայի վերնամասով եւ տեղ 4 փայտե սեղանների համար, որոնք նա գնել էր հարևան թաղամասի աղբանոցից օգտագործված։ Նա պատերը ներկեց սպիտակ, օգնելով թոշակարու հարևանուհին, որը հուզվել էր նրա քաջությամբ եւ ոչինչ չէր գանձել աշխատանքի համար։ Նա գնեց հաստ ալյումինե կաթսաներ, պարզ դանակ պատարակախ, ապակե բաժակներ, կտորե անձեռոցիկներ, որոնք ինքն էր կարել, եւ օգտագործված արդյունաբերական վարարան, որն արժեր իր օղջ ունեցվածքի գրեթե 1/3-ը։ Նա պատրաստեց մի պարզ ցուցանակ, որը ձեռքով նկարել էր հրապարակում արհեստներով զբաղվող մի երիտասարդ կին, կրեմագույն ֆոնի վրա մուգ կապույտ տարերով։ Վարսենիկի խոհանոցը։ Երբ մի երկուշաբթի առավոտյան նա առաջին անգամ բացեց իր դռները, սպիտակ գոգնոցը գոտկատեղին կապված եւ մազերը սովորական կապած, գրեթե ոչ ոք չհայտնվեց։ Երկու հետաքրքրասեր անցորդներ մտան, ավելի շատ քաղաքավարությունից դրդված, քան քաղցից դրդված։ Մի տարեցկին սուրճ պատվիրեց եւ 20 րոպե զրուցեց շուկայական գների մասին։ Եվ մի երիտասարդ մտավ ներս, նայեց գրատախտակի վրա կավիճով գրված ճաշացանկին, մտքում հաշվարկեց, թե արդյոք կարող է իրեն թույլ տալ եւ հեռացավ, առանց որևէ բան պատվիրելու։ Դոնավ Արսենիկը ամբողջ օրը մնաց այնտեղ, կանգնած, ուտելիքը պատրաստ կաթսաների մեջ, ամանները դասավորված սեղանին, հոտը տարածվելով մայթեզրին, սպասելով։ Առաջին օրը նա վաճառեց 3 ճաշատեսակ, երկրորդ օրը 4,
երրորդ օրը 3, չորրորդ օրը անձեր եկավ եւ ոչ ոք չեկավ, հինգերորդ օրը 2 հաճախորդ։ Շաբաթ օրը նա գրեթե փակեց առանց որևէ բան վաճառելու, քանի որ հրապարակում տոնավաճառ կար եւ քաղաքի կենտրոնի գործունեությունը կենտրոնացած էր այնտեղ։ Կիրակի օրը նա չբացեց, նա մնաց տանը փոքրիկ վարձակալած սենյակում, որը ռեստորանում գրեթե ամեն ինչ ներդնելուց հետո նրա ողջ կարողությունն էր եւ ամբողջ օրը աղոթեց։ Ծնկի իջած սառահատակին, ձեռքերում տերողորմյա եւ բաց Աստվածաշունչը, նա հարցրեց. «Տեր, ես արեցի այնինչ զգացի, որ պետք է անեմ, եթե սխալվում եմ, ցույց տուր ինձ, եթե ճիշտ եմ, աջակցիր ինձ, ես վստահում եմ քեզ»։ Եթե այս պատմությունը գրավում է ձեր ուշադրությունը, շարունակեք կարդալ մինչև վերջ, քանի որ այնինչ տեղի կունենա հաջորդիվ ամբողջությամբ կփոխի ամեն ինչի ընթացքը։ Եվ եթե զգում եք, որ այս տեսակի բովանդակությունը տարբերություն է ստեղծում ձեր կյանքում, բաժանորդագրվեք այս ալիքին, կիսվեք այն նրանց հետ, ովքեր քաջության կարիք ունեն, եւ մուտք գործեք նկարագրության մեջ գտնվող հղմանը աջակցելու այս առաքելությանը, որը հավատքի եւ ոգեշնչման պատմություններ է բերում հազարավոր մարդկանց։ Երկրորդ շաբաթում ինչ-որ բան սկսեց փոխվել։ Առաջին օրվա հաճախորդներից մեկը, այն կինը, որը սուրճ էր պատվիրել եւ զրուցել էր, վերադարձավ դստեր հետ։ Դուստրը համտեսեց լահմաջունը, նա դանդաղ կերավ, նա ուշադիր ծամեց, նա կուլ տվեց, նա գրեթե 1 րոպե լուռ մնաց։ Հետո նա նայեց տիկին Վարսենիկին, որը դիտում էր վաճառասեղանից, եւ փայլող աչքերով ասաց. «Տիկին, սա լավագույն բանն է, որ ես երբևէ կերել եմ կյանքումս։ Որտեղից է եկել այս բաղադրատոմսը։ Ով է ձեզ սովորեցրել, թե ինչպես պատրաստել սա»։ Տիկին Վարսենիկը ժպտաց, ձեռքերը սրբեց գոգնոցից եւ անտարբեր պատասխանեց. «Մորիցս, ով է սովորել իր մորից, ով է սովորել իր մորից։ Դա գալիս է հեռավոր անցյալից, ես պարզապես շարունակում եմ դա անել»։ Դուստրը լուսանկարեց ուտելիքը եւ տեղադրեց այն սոցիալական ցանցերում։ Ոչ մարքեթինգային մտադրություններով, ոչ առևտրային ռազմավարությամբ, ոչ էլ մտածելով ներգրավվածության կամ հասանելիության մասին։ Պարզապես որովհետև նա կարծում էր, որ այն անհավանական է եւ ուզում էր կիսվել դրանով։ Նա գրեց մի պարզ բան. «Տղաներ, փորձեք այս ուտելիքը։ 76-ամյա մի կին քաղաքի կենտրոնում ռեստորան է բացել եւ պատրաստում է այնպես, ինչպես ես ոչ ոք չեմ ճանաչում»։ Լուսանկարը մի քանի ժամվա ընթացքում տարածվեց տասնյակ անգամներ։ Հաջորդ օրը հարյուրավորներ։ Քաղաքից մարդիկ, ովքեր երբեք չէին լսել Վարսենիկի խոհանոցի մասին, սկսեցին հայտնվել։ Հրապարակումից հաջորդ օրը դրան մոտ հերթ էր։ Դոնա Վարսենիկը չգիտեր, թե ինչ է սոցիալական մեդիան։ Նա ժամանակակից բջջային հեռախոս չուներ։ Նրա օգտագործած հեռախոսը հին սարք էր, մեծ տեռներով, որը թորնիկը ծրագրավորել էր նրա համար։ Նա չէր հասկանում ալգորիթմներ, ներգրավվածություն, թվային մարքեթինգ, ազդեցիկ անձանց կամ բովանդակության ռազմավարություններ։ Նա այդ ամենից ոչինչ չգիտեր, բայց նա գիտեր մի բան, որը այդ գործիքներից ոչ մեկը չի կարող սովորեցնել։ Նա գիտեր, թե ինչպես սեր ներդնել իր արածի մեջ, եւ մարդիկ զմում էին դա, որովհետև Դոնա Վարսենիկի ուտելիքը միայն տեխնիկական իմաստով համեղ չէր, այն ավելին էր։ Այդ փոքրիկ խոհանոցից դուրս եկող յուրաքանչյուր ուտեստ կրում էր հուզական խորություն, որը մարդկանց ստիպում էր կանգ առնել, խորը շունչ քաշել եւ շատ դեպքերում հուզվել։ Սա չափազանցություն չէր։ Մեծահասակ տղամարդիկ պատվիրում էին սարմա եւ ուտելուց հետո լուր մնում, աչքերը թաց, չկարողանալով բացատրել, թե ինչու։ Երիտասարդ կանայք համտեսում էին բյուրեկը եւ ասում, որ այն իրենց հիշեցնում էր իրենց տատիկի խոհարարությունը, որն արդեն մահացել էր։ Երեխաները ուտում էին հացը մուրաբայով եւ խնդրում ավելին, ոչ թե որ կրամոլությունից, այլ մի բանի համար, որի անունը չէին կարողանում անվանել։ Այդ ուտելիքի մեջ կար ինչ-որ բան, որը սնուցում էր ոչ միայն մարմինը։ 3 ամսվա ընթացքում Վարսենիկի խոհանոցը դարձավ քաղաքի ամենաշատ քննարկվող վայրը։ Մարդիկ գալիս էին հեռավոր թաղամասերից, ապա հարևան քաղաքներից։ Մարզային թերթի լրագրողը լսեց դրա մասին, անսպասելիորեն եկավ, կերավ, 1 ժամ զրուցեց Դոնա Վարսենիկի հետ եւ հրապարակեց մի ամբողջ էժանոց հոդված։ Վերնագիրներ. 76 տարեկանում այրին վաճառում է իր տունը, բացում ընտանեկան բաղադրատոմսերով ռեստորան եւ նվաճում քաղաքը։ Հոդվածը կարդացին հազարավոր մարդիկ, տարածվեց հարյուրավոր անգամներ։ Այլ լրատվամիջոցներ սկսեցին կապվել նրանց հետ։ Մարզային հերոստալիքը խնդրեց ռեպորտաժ անել։ Տեկին Վարսենիկը 3 անգամ հրաժարվեց։ Նրան դուր չէր գալիս ուշադրության կենտրոնում լինելը։ Նա չէր ուզում ուշադրության կենտրոնում լինել։ Նա իրեն անհարմար էր զգում տեսախցիկների առջև խոսելիս։ Սակայն Լուսյանան, 35-ամյա կինը, որին նա վարձել էր սրահում օգնելու համար, եւ որը շուտով դարձավ իր աջ ձեռքը եւ գրեթե խնամատար դուստրը, համոզեց նրան. «Տիկին Վարսենիկ, մարդիկ պետք է իմանան ձեր պատմությունը։ Խոսքը փառքի մասին չէ, խոսքը սնապարծության մասին չէ, խոսքը ոգեշնչման մասին է։ Կան շատ մարդիկ, որոնց վախը կաշկանդում է, մտածելով, որ արդեն ուշ է, մտածելով, որ իրենք չափազանց մեծ են ցանկացած բանի համար։ Դուք կարող եք նրանց ցույց տալ, որ դա ճիշտ չէ»։ Տիկին Վարսենիկը 2 օր մտածեց այդ մասին։ Նա աղոթեց, եւ նա ընդունեց։
Ռեպորտաժը հեռարձակվել է երեքշաբթի երեկոյան տարածաշրջանային լրատվական ծրագրի գլխավոր եթերի ժամանակ։ Դոնավ Արսենիկը ներկայացել է սպիտակ գոգնոցով, սպիտակ մազերը հավաքած, ձեռքերը ալյուրով ցածկված, քաղցր ամաչկոտությամբ ժպտալով, երբ բացատրում էր, թե ինչպես է քայլ առ քայլ պատրաստում բյուրեկը։ Լրագրողը, մի երիտասարդ տղամարդ, որը ակնհայտորեն հուզվել էր տեսածից, հարցրել է. «Դոնավ Արսենիկ, չես վախենում 76 տարեկանում ամեն ինչ վտանգել»։ Նա նայեց տեսախցիկին իր շագանակագույն աչքերով, որոնք այդքան շատ բան էին տեսել, եւ բնականաբար ասաց. «Ես վախենում էի։ Ես շատ էի վախենում։ Ես անքուն գիշերներ անցկացրի մտածելով, որ ամեն ինչ կարող է սխալ լինել։ Բայց վախը պատճառ չէ անշարժ մնալու։ Վախը պատճառ է ավելի շատ աղոթելու։ Ես աղոթեցի, խնդրեցի Աստծուն եւ գնացի։ Եթե ամեն ինչ սխալ ընթանա, գոնե ես կիմանայի, որ փորձել եմ։ Ես կկարողանայի նայել Աստծուն եւ ասել. «Տեր, ես օգտագործեցի այն, ինչ դու տվեցիր ինձ։ Ես արեցի այն, ինչ կարող էի։ Մնացածը կախված է քեզանից»։ Այս արտահայտությունը տարածվեց անտառային հրդեհի պես։ Այն կտրվեց, մակագրվեց եւ հազարավոր անգամներ տարածվեց հարթակներում, որոնց գոյության մասին Դոնավ Արսենիկը նույնիսկ չգիտեր։ Այն ոգեշնչման աղբյուր դարձավ շատ ավելի երիտասարդների համար, ովքեր կաթվածահար էին վախից, անապահովությունից, սկսելու ամոթից, ձախողման վախից։ 76 տարեկան այրին առանց ֆորմալ կրթության, առանց տեխնոլոգիայի, առանց ներդրողների, առանց գործընկերների, առանց մարքեթինգային թիմի, առանց PowerPoint-ում գրված բիզնես պլանի, արել էր այն, ինչի մասին նրա կես տարիքի շատ մարդիկ նույնիսկ չէին համարձակվում մտածել։ Նա վաճառեց իր ամբողջ ունեցվածքը, ռիսկի դիմեց իր ամբողջ ունեցվածքը եւ սկսեց զրոյից։ Հավատքով, քրտնաջան աշխատանքով եւ իր սեփական ձեռքերով։ 6 ամիս գործունեությունից հետո Դոնավ Արսենիկն արդեն լիովին վերականգնել էր իր սկզբնական ներդրումը։ Սեղանները միշտ զբաղված էին։ Ճաշի հերթը ձգվում էր անկյունում։ Նա պետք է վարձեր եւս 2 աշխատակից եւ երկարացներ իր աշխատանքային ժամերը։ 1 տարի անց նա գնեց նոր տուն, որը հինից փոքր էր, բայց հարմարավետ, մաքուր, լավ տեղակայված, լավ խոհանոցով եւ փոքրիկ այգով, որտեղ նա վերատնկեց իր խոտաբույսերն ու նռան ծառերը։ 2 տարի անց նա ընդլայնեց ռեստորանը, քանդեց հետևի պատը, ավելի շատ տարածք ձեռք բերեց, ավելացրեց ավելի շատ սեղաններ, բարելավեց խոհանոցը, վարձեց 4 մշտական աշխատակից եւ բացեց երկրորդ մասնաճյուղ Հարելան քաղաքում, որը կառավարվում էր Լուսիանայի կողմից։ 3 տարի անց տարածաշրջանի սուպերմարկետների ցանցը դիմեց նրան, բանակցելու իր արտադրանքի ավելի մեծ մասշտաբով վաճառքի շուրջ՝ մուրաբաներ, պատրաստի համեմունքներ, արհեստավորական սառեցված հացեր, բոլորը պատրաստված նույն բաղադրատոմսով, նույն խնամքով, նույն աղոթքով։ 79 տարեկան հասակում Դոնավ Արսենիկը հարուստ կին էր։ Ոչ միայն հարուստ ֆինանսապես, չնայած փողն այժմ ավելի քան բավարար էր, հարմարավետ ապրելու, երեխաներին օգնելու, աշխատակիցներին աջակցելու, եկեղեցուն եւ քաղաքի ծերանոցին արատաձեռն նվիրատվություններ անելու, թորների համար նվերներ գնելու եւ ապագայի համար խնայելու համար։ Նա հարուստ էր մի բանով, որը շատ ավելի մեծ էր, քան բանկային հաշվի թվերը։ Նա հարուստ էր նպատակներով, հարուստ էր արժանապատվությամբ, հարուստ բավարարվածությամբ, հարուստ խորը եւ անսասան վստահությամբ, որ կյանքը չի ավարտվում այն ժամանակ, երբ աշխարհն ասում է, որ ավարտվել է։ Երեխաները, որոնք սկզբում այդքան բուռն քննադատում էին, աստիճանաբար բախվեցին իրականության հետ։ Ավագը Ռուբենը ներողություն խնդրեց գրեթե 1 ժամ տևած հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում 3 անգամ լաց եղավ եւ խոստովանեց, որ միշտ թերագնահատել է մորը։ Անահիտը անսպասելիորեն այցելության եկավ, մտավ ռեստորան, տեսավ մորը, որը հաճախորդներին սպասարկում էր այդ նուրբ ժպիտով, համտեսեց ուտելիքը եւ լաց եղավ, հասկանալով, որ համը ճիշտ նույնն էր, ինչ իր մանկության տարիներին, որ ոչինչ չէր կորել, որ ամեն ինչ այնտեղ էր, կենթանի, մոր ձեռքերում։ Գարոն վերջապես պատասխանեց հեռախոսին եւ խեղդված ձայնով ասաց. «Մայրիկ, ես սխալվում էի, ամեն ինչի մեջ։ Դու ամենակաչ մարդն ես, որին ես ճանաչում եմ»։ Եվ Սիրանը, կրտսերը, որը լաց եղավ, երբ իմացավ տան վաճառքի մասին, կայացրեց բոլորից ամենազարմանալի որոշումը։ Նա թողեց իր աշխատանքը մեծ քաղաքում, վերադարձավ մոր մոտ եւ դարձավ բիզնեսի գործընկեր։ Այսօր նա կառավարում է երկրորդ ռեստորանը եւ պլանավորում է երրորդը։ Վարսենիկ խոհանոցը պարզապես ռեստորան չէր, այն պարզապես բիզնես չէր։ Այն կենթանի, շնչող եւ կոնկրետ վկայություն էր այն մասին, որ հավատքը, երբ ուղեկցվում է ազնիվ աշխատանքով, իրական քաջությամբ եւ Աստծո առջև խոնարհությամբ, կարող է վերափոխել ցանկացած իրավիճակ, ցանկացած տարիք, ցանկացած հանգամանք։ Այն տեսանելի, շոշափելի եւ ճաշակով ապացույց էր, որ նորից սկսելու համար տարիքային սահմանափակում չկա։ Այն անհերքելի ապացույց էր այն մասին, որ Աստծո կողմից մեր ձեռքերում դրված պարգևները չունեն ժամկետանցություն։ Դրանք չեն լրանում, չեն հնանում, չեն կորցնում իրենց ուժը։ Դրանք սպասում են։ Նրանք համբերատար սպասում են, որ մենք ունենանք դրանք օգտագործելու քաջություն։ Եվ Դոնավ Արսենիկը ամեն առավոտ վարարանը վառելուց առաջ, դուռը բացելուց առաջ, գոգնոցը հագնելուց առաջ, ռեստորանի խոհանոցում ծնկի էր իջնում, խաչակնկվում, ձեռքերը միացնում եւ ասում. «Տեր, օրհնիր այս օրը,
այս ուտելիքը եւ այստեղ եկող յուրաքանչյուր մարդու։ Թող նրանք համի մեջ զգան այն, ինչ ես չեմ կարող բառերով արտահայտել։ Թող յուրաքանչյուր ուտեստ լինի մի փոքրիկ աղուտք։ Ամեն։ Եվ ապա նա կկանգներ, կվարեր վարարանը եւ կսկսեր աշխատել։ Նույն ձեռքերով ինչպես միշտ, նույն սիրով ինչպես միշտ, նույն հավատքով ինչպես միշտ։ Եթե այս պատմությունը հուզել է ձեզ, կիսվեք դրանով նրանց հետ, ովքեր քաջության կարիք ունեն նորից սկսելու համար։ Բաժանորդագրվեք այս ալիքին, շարունակելու ստանալ փոխակերպող բովանդակություն եւ մուտք գործեք նկարագրության մեջ գտնվող հղմանը հավատքի եւ ոգեշնչման այս գործին աջակցելու համար։